Դեկտեմբերի 31-ից մինչ օրս հումորիստ դեղագետ Արամ Սարգսյանը MP3 Արամը գիշերները չի քնում։ Հենց այդ օրը ամանորյա ծրագրի ընթացքում է նրան հայտնի դարձել, որ Եվրատեսիլ 2014-ում Հայաստանն ինքն է ներկայացնելու։ Փորձեմ ամեն ինչ անել, որպեսզի բարձր հորիզոնակարներ գրավեմ։ Արդյոք մասնագիտությամբ ոչ երկչի համար Կոպենհագենում ելույթ ունենալը փորձություն չէ։ Ամեն անգամ եմ դա ասում եք, մի փոքր ճնշումս բարձրանում է։ Միշտ այդ բառից հետո փոքրիկ։ Այդ լավացությունը հուսանք կանցնի երկի ընտրությունից հետո։ Նա ըմբռնումով է մոտենում սոցցանցերում այն քննարկումներին, թե ինչու է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում հումորիստ շոումենը։ Բացասական քննարկումներ կարող են լինել ցանկացած դեպքում, ով էլ գնա։ Արամ Պետրին համոզված է դեպի բարձր հորիզոնական տանող առաջին նախապայմանը ճիշտ ընտրված երգն է։ Մանկության տարիներին Տաթև երգչախմբի սանն այսօր պատրաստ է կատարել ցանկացած երգ, իսկ երգի ընտրությունը կկատարվի մինչև փետրվար ամսվա 15-ը։ Այնպես չի, որ հենց անպայման մի ժանրի մեջ պետք է լինի, ես ուղղակի մտածում եմ, որ երգը լավը լինի, երգը սիրվի բոլորի կողմից։ Նա անգամ չի ցանկանում մտածել, որ Եվրատեսիլ մրցույթը քաղաքական է ու այնտեղ հաղթում են խոշոր խաղացողների թեկնածուները։ Եթե քաղաքականացնենք, ինձ ավելի դժվար կլինի, որտեղ կսկսեմ խորանալ այլ տեղեր, մտածել, բա ոնց անենք, մենք էլ նավթ ունենանք։ Այն, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը բժշկական կրթություն ունեն, հումորիստ դեղագետը կապում է Երևանի պետական բժշկական համալսարանում մշակութային խմբակների մեծ թվի հետ։ Մեր բժշկական համալսարանի կավենի թիմը վառ օրինակ է դրա, թե ինչպես է ռեկտորը օգնել, որպեսզի տղաները կայանան։ Իրեն արդեն անխնա քննադատողներին Արամ Պետրին մեկ անգամ եւս հիշեցնում է։ Գնում եմ մասնակցեմ, եթե հնարավորություն լինի, նաև հաղթեմ։ Դրանով ես իմ դեղագործական բիզնեսը առաջ չեմ տանելու հաստատ։ Արամը Եվրատեսիլում ելույթ կունենա մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։